Վաղ ժամանակներից ի վեր ոմանք ձգտել են ստեղծել սարքեր, որոնք առանց էներգիա ծախսելու կկարողանային անընդհատ օգտակար աշխատանք կատարել։ Այս սարքերն անվանել են հավերժական շարժիչներ։ Այս նկարում պատկերված է հավերժական շարժիչի ամենահին նախագծերից մեկը։ Ըստ հեղինակի, այն հավերժ պետք է պտտվի ժամասլաքի պտտման ուղղությամբ, քանի որ աջ կողմի գնդերի ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են, հետևաբար մեծ են նաև դրանց ուժի մոմենտները։ Իրականում այն չի պտտվում, չնայած անիվ ժամասլաքի պտտման ուղղությամբ պտտվող ծանրության ուժերի բազուկներն ավելի մեծ են, սակայն այդ ուղղությամբ պտտող մոմենտն են առաջացնում 5 գնդերի ծանրության ուժերը, իսկ հակառակ ուղղությամբ 6 գնդերինը։ Այս նկարում հավերժական շարժիչի մեկ այլ նախագիծ է պատկերված։ Ըստ հեղինակի, քանի որ աջակողմյան մարմինների վրա բացի ծանրության ուժից ազդում է նաև դեպի վեր ուղղված արքիմեդյան ուժը, ապա սարքը միշտ պետք է պտտվի ժամասլաքի պտտման հակառակ ուղղությամբ։ Սակայն այն չի աշխատի, քանի որ մարմինները ներքևից ջրավազանի մեջ մտցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել ջրի սյան հիդրոստատիկ ճնշումը։ Չպետք է ավելորդ ջանքեր գործադրել նման սարքեր ստեղծելու համար։ Որքան էլ որ հնարամիտ լինեն դրանց նախագծերը, միևնույն է այդ սարքերն աշխատել չեն կարողանա։ Էներգիայի պահպանման օրենքը բացառում է նման սարքերի աշխատանքը, իսկ եթե այնուամենայնիվ նման սարքն աշխատում է, ապա ինչ-որ տեղ անպայման էներգիայի ուժ է թաքնված։